Ողջույն, ես Սեդա Ավետիսյանն եմ, թվային հոգեբան, կարողանում եմ մարդկանց ծննդյան օրվա, ամսվա և տարեթվի միջոցով բացահայտել թե նրանք ովքեր են, թե ինչպիսի ծրագրեր ունեն կյանքում անցնելու և ինչ ցուցումներ կա այդ ծրագրերը դրականորեն անցնելու, որովհետև երբ մենք մեր կյանքի գլխավոր 5 ծրագրերը անցնում ենք դրականորեն, մենք ի վերջո հասնում ենք մեր առաքելությանը կյանքում, որը հենց շատերիս նպատակն է հասկանալ, թե մենք ինչու ենք լույս աշխարհ եկել և որն է մեր ֆունկցիան, մեր առաքելությունը կյանքում։ Եվ այսպես վերջին օրերին ես վերլուծության եմ ենթարկում մարզաշխարհի մի շարք նորություններ եւ մեծ աժիոտաժ եւ մեծ քննարկման թեմա դարձավ վերջերս Արման Ծառուկյանի հաղթանակը մրցակցի նկատմամբ, Ֆուկերի նկատմամբ եւ միևնույն ժամանակ նույն տեղում, երբ նա ձեռնոց նետեց Իլիա Թոփուրյային, որպեսզի մենամարտեն միասին։ Եվ նա ասաց, որ այդ մենամարտը կարող է տեղի ունենալ հունվար ամսին, այսինքն 2026 թվականին։ Թվային հոգեբանության տեսանկյունից մենք կարող ենք կանխատեսում անել, իսկ կանխատեսումը ինչ է նշանակում։ Մենք հաշվարկում ենք մարդու ծննդյան օր, ամիս, տարեթվի միջոցով, թե ինչպիսի ծրագրեր են անցնում, որ ծրագրերն է կյանքում դրականորեն անցնում, որոնք է բացասական անցնում եւ այդ բացասական անցնող ծրագրերը ինչ ազդեցություն կարող են ունենալ նրանց վրա։ Քանի որ հայտնի սպորտսմենների մասին ենք խոսում, նրանց դեպքում այս ամենը բացատրելը շատ ավելի առարկայական կլինի եւ առարկայական կլինի ինչի համար, որ դուք տեսնեք, երբ որ մարդը չի անցնում իր ծրագիրը դրականորեն, ինչ կարող է նրա հետ տեղի ունենալ։ Ես արդեն խոսել եմ Արման Ծառուկյանի եւ Դեն Հուկերի մենամարտի մասին, բացատրել եմ, որ այդ օրը պետք է հաջողությունը շատ ավելի շատ լիներ Հուկերի կողմը, որովհետև նա օրվա մեջ 2 իր հաջողության ծածկագրի թվերից ուներ տվյալ օրվա ընթացքում, բայց պետք է նշենք, որ Հուկերը իր ծրագրերից մեկը անցնում է բացասականորեն եւ դա էլ հիմք հանդիսացավ, որպեսզի նա այստեղ պարտություն տաներ։ Հիմա անցնելով հաջորդ մենամարտին, եթե դա տեղի ունենա, ընդունենք հունվար ամսին, ինչ մեզ մոտ ինչպիսի պատկեր կլինի։ Ես նախապես վերլուծության եմ ենթարկել եւ վերլուծության ենթարկելուց հետո հետեւյալն եմ պարզել։ Ինչ ենք տեսնում մենք այստեղ։ Մենք այստեղ տեսնում ենք հետեւյալը։ Արման Ծառուկյանը ծնվել է հոկտեմբերի 11-ին 1996 թվականին։ Արման Ծառուկյանի հաջողության ծածկագիրն է 217։ Տեսնում ենք Իլիա Թոփուրյան ծնվել է 21/01/1997 թվականին։ Իլիայի հաջողության ծածկագիրն է 318։ Հիմա երկու մարզիկները համաձայն իրենց ծննդյան տարեթվի, Արման Ծառուկյանն 29 տարեկան է, իսկ Իլիան 28 տարեկան է։ Երկու մարզիկներն էլ այս դեպքում իրենց կյանքի երկրորդ ծրագրի մեջ են մտել եւ այն գործելու են մինչեւ 33-35 տարեկան։ Այս ժամանակահատվածում ինչ է անհրաժեշտ, որ երկու մարզիկները ուշադրություն դարձնեն։ Անհրաժեշտ է, որպեսզի ճիշտ անցնեն իրենց հոգևոր ծրագիրը, այն է տոհմի ու ցեղի հետ ունեցած հարաբերությունները։ 11-ին ծնված մարդու առանձնահատկությունն այն է, որ նա մեծ էներգիայով է օժտված, անհրաժեշտություն ուներ այդ էներգիան, ագրեսիվությունը ներքին, որ ի ծնե դրված է այս մարդկանց մեջ, պարբել հիմնականում սպորտ դահլիճներում եւ տեսնում ենք, որ Արմանը զբաղվում է սպորտով եւ այստեղ անհրաժեշտություն կա, որպեսզի կառավարի երբեմն էմոցիաները եւ այդ ագրեսիան ոչ թե ուղի դեպի դուրս, այլ եւ ոչ էլ դեպի ներս, որովհետեւ կարող են տարբեր տեսակի հիվանդությունների պատճառ հանդիսանալ, այլ կարողանա այս ագրեսիան հիմնականում իր մասնագիտական դաշտում կիրառել, այսինքն մենամարտերի ժամանակ։ Երկրորդ ծրագիրը մեզ ինչ է ցույց տալիս այս մարզիկի դեպքում, ինչ է անհրաժեշտ անի, եթե նա բացասականորեն անցնի այս ծրագիրը, նա կքննադատի մարդկանց, կճնշի մարդկանց, իր կարծիքը կթելադրի մարդկանց, առաջնորդելու ցանկություն չի ցանկանա եւ այնինչ կսկսի կիսատ կթողի։ Ու դրա համար այստեղ երկրորդ փուլում կյանքի Արմանին ցուցված է այնինչ սկսում է ավարտին հասցնել, մարդկանց նկատմամբ ունենալ ներողամիտ վերաբերմունք, կարողանա ներել եւ կարողանա բաց թողել իրավիճակները, իր կարծիքը չթելադրի մյուսներին։ Բայց մենք տեսնում ենք, որ հաղթանակից հետո Արմանը սկսեց մենամարտի հրավիրել Իլիա Թոփուրյային, նշելով, որ եթե հետագայում նաև համացանցում նման տեղեկություններ տարածվեցին, որ եթե չի ցանկանում մենամարտել, կարող է միանգամից թողել տիտղոսը։ Սա նշանակում է քո սեփական կարծիքը թելադրել մյուսներին։
Հիմա անցնելով Թոփուրյային, նշենք, որ Թոփուրյան էլ մեկ ծրագիր ունի եւ իր երկրորդ ծրագրում երկու մարզիկների մոտ էլ նույն ծրագիրն է եւ սա նույնությամբ պետք է խորհուրդ տանք երկրորդ մարզիկին։ Նրանք, քանի որ գտնվում են երկրորդ ծրագրում, այս ծրագիրը պետք է ճիշտ անցնել մինչև 33 տարեկանը եւ բացասական անցնելու պարագայում, երբ մենք արդեն նաեւ կունենանք ընտրված օրը հունվար ամսին, ինչով է կարևոր լինելու Իլիայի համար, որ եթե հունվարին եղավ, կնշանակի, որ դա իր ծննդյան ամիսն է, իսկ մեզանից յուրաքանչյուրը խիստ փորձության ենթարկվում է իր ծննդյան ամսվա ընթացքում եւ եթե տանուլ է տալիս, նշանակում է ինքը չի կարողացել այդ փորձությունը անցնել։ Անցնելով առաջ, եթե դուք տեսնում եք, ես նաև նշել եմ իրադարձայինները 15-5 Իլիայի դեպքում եւ 13-21 Արմանի դեպքում, ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ այս ժամանակահատվածում 29 տարեկանի համար Արմանը կամ կկարողանա կտրուկ փոխել իր հեղինակությունը եւ ավելի մեծ բարձունքների հասնել այնպես ինչպես ինքն էլ չէր պլանավորել, իսկ մյուս դեպքում կարող է տղամարդկանց միջոցով հեղինակություն ունենալ, իսկ այս դեպքում ինքը հենց փորձում է այս տղամարդու Իլիայի միջոցով ունենալ հեղինակություն, այսինքն եթե հաղթանակը լինի Արմանի մոտ, ինքը տղամարդու միջոցով կարող է հեղինակություն դառնալ։ Իսկ եւ կարող է, եթե չանցնի Արմանը այս պահին այս ծրագրերը, կարող է ճիշտ հակառակը տեղի ունենա, հեղինակության կորուստ ունենա եւ ավելի ցավոտ կարող են լինել բոլոր կորուստները այս դեպքում նրա համար։ Իլիայի դեպքում մենք տեսնում ենք կա 15-5, որը այս մարզիկի դեպքում էլ նշանակում է հանրային լինել, հանրային ուշադրության կենտրոնում լինել, մեծամասշտաբ պրոյեկտների մասնակցել, նոր ուղղություններ վերցնել, ինքնակրթվել, հոգևոր կյանքին առանձնահատուկ ուշադրություն դարձնել եւ չտրվել գայթակղությունների։ Սա կարևոր ցուցիչներ այս մարզիկի համար։ Եթե տեսնում եք, ես նաև հաշվարկել եմ 2026 թվականի համար յուրաքանչյուր մարզիկի տարվա անձնական էներգիան, որը եւս մեծ ազդեցություն է ունենում առհասարակ մեզ համար։ Մեր տարվա անձնական էներգիան մեծ կարևորություն ունի եւ թվային հոգեբանության այս կանխատեսում բաժինը կոնկրետ ինձ համար շատ կարևոր է եւ եթե այս ցուցումներին մարդը հետեւում է, միմիայն կարող է հաջողություններ ունենալ։ 2026 թվականի համար մենք տեսնում ենք, որ Արման Ծառուկյանի համար տարվա թիվը 4 է անձնական էներգիայի, իսկ Իլիայի համար 5 է։ Իլիայի համար 5 է դառնում անմիջապես հունվարի 21-ից հետո, որովհետև նա այս պահին գտնվում է 4-րդ փուլում եւ 4-րդ փուլը դա հիմքի մասին է, այսինքն երբ դու ամուր ոտքերիդ վրա ես կանգնած, երբ դու ծածկի հարց ես լուծել, երբ դու անշարժ գույքի հարց ես լուծել, երբ դու սեփական բիզնեսի հարց ես լուծել, սա Իլիայի դեպքում է, բայց անմիջապես երբ ամսի 21-ը լինում է, Իլիայի մոտ տարվա անձնական էներգիան 4-ից դառնում է 5։ Արման Ծառուկյանի մոտ միայն կլինի 4-րդ այն դեպքում, երբ կլինի հոկտեմբերի 11-ը։ Միայն այս պարագայում այս թիվը կդառնա 4, իսկ այս պահին Արմանի մոտ 3 է եւ Արմանը այս պահին համաձայն իր տարվա էներգիայի նա պիտի մանրակրկտորեն բոլոր դետալները նկատի ունենա, որևէ գործարքի կամ որևէ կարևոր իրադարձության, այս դեպքում այս միջոցառման, այս մրցմանը պատրաստվելու եւ ներկայանալու համար բոլոր դետալները պետք է նկատի ունենալ։ Սա երկու մարզիկների մասով եւ եթե տեսնում եք, այո, Արմանի մոտ ես նշեցի 13-21-ը, իդեպ պիտի նշեմ, որ իր նախորդ մրցակիցը Դեն Հուքերը այստեղ ուներ 13-3 եւ հնարավոր էր, որ ավելի վատ ելքով նրա համար ավարտվեր եւ արձանագրվեր նրա ֆիզիկական կյանքի ավարտը, եթե այլ կերպ լիներ, բայց պետք է նշեմ, որ Հուկերը եւս իր ծրագրերը դրականորեն է անցնում, պարզապես այնտեղ Հուկերը ուներ ծրագիր, որտեղ ինքը չի կարողանում բաց թողել անցյալը, ես եւս մեկ անգամ նշեմ, եւ սա մեծապես իր ագրեսիան իրեն խանգարեց մրցելույթում։
Ահա այսպիսին էր կանխատեսումը երկու մարզիկների ու եթե ես նրանց հետ աշխատեմ, ահա այսպիսի վերլուծություն կտամ նրանց, իսկ թվային հոգեբանությունը երբեք որևէ մեկին որևէ բան չի պարտադրում, այլ ընդհանրապես տալիս է այն ծրագրերը, իսկ մարդը որոշում է օգտվել այս ծրագրային ցուցումներից, թե ապրել այնպես, ինչպես ինքն է ցանկանում։ Մեկնաբանության դաշտում առաջարկում եմ գրել ձեզ արդյոք դուր եկավ այս վերլուծությունը թե չէ, եւ արդյոք դուք ինքներդ կցանկանայիք ունենալ ձեր կանխատեսումը 2026 թվականի համար։ Իսկ անհատական խորհրդատվության համար գրեք ինձ անձնական նամակ